Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Ես քեզ ամոթ նույնիսկ ես բերնքեն ես վերականգնություն կունենամ մենք ստանցնում ենք արի ազնիվ խոսալով վերանենք քեզ մասամի քանի բան կան սոցիալի բաժանը ավայ կբի մեկ էլ կենը ես գիտեմ քեզ կդեն ես բանում ես կբի Սակայն դու մի տեսնյալ դարի կուլապ դես ախնդոց դես նավչի ծիսած Ես կարծում եմ ես կամիլիոններ Սպասանին կոնե շարժը Može բայց չմտա Давай Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության գլխավոր ճարտարապետը համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրա գիտությամբ տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային գործողություն, գումար սխեմայով մաս-մաս փոխանցելու հանգամանքների շուրջ, այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ եւ ստանալով այն տալու խոստում։ Այսինքն բազում պարտքից անգամ էլ այսինքն չոր մանկապարտեզ Սրտյանը ապուզը կուդանք չլկուտին կուդանք ամսմուդը ավարտագանը սա դորս կենեք մարդը կուդանք կուդու բանը ավարտագանը ինքին շլիակ Ուրեմն բանեն ամստարիզի խոսացին ձեզ շվարին է բանոն տանք ձեր ինչ-որ բանոն ձենես նոր էսինի դիտե ես իսպոնեքին եմ կամուզենես
Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը եւ շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու իրենց ոչ ցանկալի անդամներին, նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Чувачи, понимать, эти страны сейчас не короче, я Վերոգրյալից բացի քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնական կառուցված շինություն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ գլխավոր ճարտարապետի կողմից եւս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ ստանալու մասին։ Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ, ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաեւ հանցավոր ցանցում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։